ԵՄ-ի հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա։ ԵՄ-ի հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային ողջ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը։ Մեկնաբանելով ԵՄ-ին միանալու Երևանի մտադրությանը նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ դիմակայությանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, այս կազմակերպակցության անդամակցելու Հայաստանի հետաքրքրվածությունը չի կարող չմտահոգել։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ հասկանում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, ընդգծել է Մասլենիկովը։ Միևնույն ժամանակ նա կրկին նշել է, որ Ռուսաստանը հարգում է այդ պետությունների ինքնիշխան իրավունքը մասնակցելու ինտեգրացիոն միավորներին և հատկապես նրանց ցանկությունը լրացուցիչ հնարավորություններին ստանալու տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար։ Մասլենիկովի խոսքով Բրյուսելն արդեն սկսել է ակտիվորեն մղել Երևանին ընդունել քաղաքականապես մոտիվացված ԵՄ չափանիշներ, որոնք հիմնարար կերպով անտեսում են այն Անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները։ Փաստը մնում է, որ միաժամանակյա անդամակցությունը և ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին ըստ սահմանման անհնար է, նշել է դիվանագետը։